Հոկտեմբերի 25-ին Դվին ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Գուսան Արամ-Ասատրյանի թոռան կրտսեր Արամ-Ասատրյանի հարսանյաց հանդեսը։ Այս հարսանիքը գրեթե 2 ամիս է ակտիվորեն քննարկվում է համացանցում, բանն այն է, որ փեսացուն և հարսնացուն բավականին շատ են սիրվել հանրության կողմից, մեկնաբանությունների դաշտը լի է միմիայն դրական խոսքերով, մարդիկ գրում են, որ Արամն ու Աննան բավականին գեղեցիկ ներդաշնակ զույգ են, նրանք միմյանց շատ են սազում։ Այսօրվա բացառիկ կադրերը ներկայացրել ենք ձեր ուշադրությանը և արդեն իսկ ներկայացրել էինք նաև, որ հարսանիքից և մեղրամսից հետո Աննան և Արամը տևական ժամանակ միմյանցից առանձին էին ապրում։ Աննան մեկնել էր Բելգիա իր ծնողների մոտ և այնտեղ էր գտնվում մոտ 1 ամիս, դե իսկ արդեն այսօր Աննան գնացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, օդանավակայանում Աննային դիմավորել են Արամը, Արամի քույրը, ծնողները, ինչպես նաև իրենց հարսանիքի քավորն ու քավորկինը։ Այս կադրերը տարածվել են համացանցով մեկ հուզիչ կադրերը, որտեղ Արամն ու Աննան երկարատև բաժանումից հետո հանդիպում են, ներկայացրել է Կարմենը, Արամի մայրը։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ ներկայացրել էինք, թե ինչպես են Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելուց հետո Կարմենն ու Արտակը շարունակել իրենց որդու միությունը նշել։ Նրանք հանդիպել են իրենց ընկերների Արա Ղազարյանի և Մհեր Բաղդասարյանի հետ ու այդպես լավ երեկո անցկացրել։ Նրանցից յուրաքանչյուրը հրապարակումներ է արել Ինստագրամում։ Մհեր Բաղդասարյանը գրել է. «Հարազատ դարձած իմ ընկերները Կարմենն ու Արտակը, շնորհավորում եմ ձեր որդու Արամի ամուսնության կապակցությամբ, Աստված օրհնի ձեր ընտանիքը»։ Արա Ղազարյանն էլ հետևյալն է գրել. «Արտակն ու Կարմենը գովազդատուից դարձան մեր համար իսկական և թանկ ընկերներ։ Վերջերս Երևանում նրանց որդու Արամ Ասատրյանի հարսանյաց հանդեսն էր, որին ես հրավիրված էի ու ցավոք չկարողացա ներկա գտնվել։ Այսօր հավաքվել ենք աչքահարուսանքի համար, Արտակ ջան, Կարմեն ջան, Աստված թող օրհնի ձեր հրաշալի ընտանիքը», գրել է Արա Ղազարյանը։ Սրանի պատասխան Կարմենը պատասխանել է. «Արա ջան, ձեր նման ընկերներ ունենալը դա հպարտություն է մեզ համար, անչափ շնորհակալ և զգացված ենք։ Լավ և հավատարիմ ընկերներ ցավոք այսօր շատ քիչ էր մնացել, որ կարող են քո ուրախությունը քեզ հետ կիսել։ Արա ջան, Մհեր ջան, անչափ շնորհակալ ենք հրավերքի և մեր ուրախությունը մեզ հետ կիսելու համար», նշել է Կարմենը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք տեսանյութ, որտեղ Կարմենն ու իր որդին Արամ Ասատրյանը հարսանիքի ընթացքում պարել են միմյանց հետ։ Այս պարը հուզել է ներկաներին։ Նրանք բավականին գեղեցիկ պարով են հանդես եկել։ Պարի ընթացքում Կարմենը կարծես թե հուզվել է, իսկ որդին փորձել է հանգստացնել մորը։ Այս տեսանյութը ևս ակտիվորեն տարածվել է համացանցում, այն գրավել է շատերի սրտերը և կրկին մարդիկ մեկնաբանություններում գրում են, որ ասես քույր և եղբայր լինեն և ոչ թե մայր և որդի։ Կարմենը այդքան երիտասարդ տեսք ունի։ Նշենք նաև, որ Կարմենի մասնակցությամբ այլ տեսանյութեր ևս տարածվել էին համացանցում, որոնց մեկնաբանությունների դաշտը ևս լի էր դրական և ջերմ խոսքերով։ Ներկայացնում ենք Արամի և մայրիկի ջերմ ու հուզիչ պարը։ Նշենք նաև, որ երեկ էլ Կարմենը ներկայացրել էր Աննայի մասնակցությամբ լուսանկար և գրել. «Մեռնեմ քո քաղցր ժպիտին»։ Կարմենը հերթական անգամ ապացուցում է, թե որքան ջերմ հարաբերությունների մեջ է գտնվում իր որդու կնոջ հետ։ Բացի այդ, նախքան այս էլ Կարմենը բազմաթիվ անգամներ հրապարակումներ է արել Աննայի մասնակցությամբ, Աննայի և որդու մասնակցությամբ, ինչպես նաև հրապարակումներ է արել և այդպիսով իր սերն արտահայտել և ցույց տվել իր որդու ընտրության հանդեպ։ Կարմենը մի քանի անգամ է նշել, որ Աննան իր համար ոչ թե իր որդու սիրելին է, այլ հարազատ դստեր պես է։ Նշենք նաև, որ Կարմենն ու նրա ամուսինը Արտակը համատեղ կյանքում ունեն դուստր Էլիզաբեթը։ Էլիզաբեթի մասնակցությամբ վերջերս Կարմենը ավելի շատ հրապարակումներ է անում, ցույց տալով, թե որքան նման է աղջիկը իր հայրիկին։
Նշենք նաև, որ այս օրերին Աննան և Արամը վայելում են իրենց մեղրամիսը։ Սկզբում նրանք գնացել էին Մալդիվներ, ապա ուղևորվել են դեպի Դուբայ։ Աննան ժամանակ առ ժամանակ հրապարակումներով է հանդես գալիս, ցույց տալով իրենց լիարժեք և յուրօրինակ հանգստից կադրեր։ Ներկայացնում ենք դրանք ձեզ, ինչպես նաև ներկայացնում ենք Աննայի և Արամի օրեր առաջ տեղի ունեցած հիշարժան օրվա բացառիկ կադրերը։